2020 թվականի պատերազմը կարող էր շատ ավելի շուտ ավարտվել եւ լրիվ այլ արդյունք ունենալ։ Այս ամենի մասին պատմել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova, ով պատմել է 2020 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից արված առաջարկի մասին։ Լավրովի առաջարկը ինչ էր ենթադրում ռազմական գործողությունների դադար, տարածաշրջան պետք է մտնեին ռուս խաղաղապահները, համապատասխանաբար պետք է տեղակայվեին շփման գծի արևելյան եւ արևմտյան հատվածներում, մի հատվածում ադրբեջանցի զինծառայողներ, մյուս կողմում հայ զինծառայողների հետ։ Շուշին մնում էր հայկական կողմի վերահսկողության տակ, հայկական ստորաբաժանումների դուրսբերման հարցը եւս չէր քննարկվելու, ավելին ըստ Ceyhun Bayramovի Լավրովի այս առաջարկը նշանակում էր իրենց համար ամեն ինչի ավարտ, որտեղ նոր տարածքներ իրենք չէին կարող գրավելու։ Ինչ արեց հայկական կողմը, ինքը եւս դրական չարձագանքեց այս ամեն ինչին։ Վերջն արդյունքում մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Նորություն է պատմել Բայրամովը։ Իհարկե ոչ, բոլորի համար էլ ակնհայտ է, որ ռուսական կողմը փորձում էր թեկուզ եւ իր շահերից ելնելով, բայց պահպանել Արցախը հայկական։ Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթի դեմ էր դրան։ Սա միակ առաջարկն է եղել ռուսական կողմի կամ զգուշացումը։ Ոչ, մինչև 20 թվականի պատերազմը հապկից եղել են նախազգուշացումներ, որ սպասվում է պատերազմ։ Ինչ արի հայկական կողմը եւս այս ամեն ինչի վրա ուշադրություն չի դարձրել։ Հետաքրքիր է հոկտեմբերի 9-ի առաջարկի մասին ինչ որ բան իր զեկույցում Անդրանիկ Քոչյանը գրել է, թե ոչ։